Այսօր համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ Արևմտյան դաշնակիցների տարած հաղթանակի օրն է, որը մեր երկրում նշվում է որպես հաղթանակի եւ խաղաղության տոն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նահատակների հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Սյունիքի Բաղաբուրջի հուշահամալիրում։ Մայիսի 9-ի առիթով հղած ուղերձում վարչապետը ընդգծել է, որ 2026-ի մայիսի 9-ը նշում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում։ Երկրորդ համաշխարհային պատերազմում քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին։ Այս գործում տեսանելի ներդրում է ունեցել հայ ժողովուրդը, որի ավելի քան կես միլիոն ներկայացուցիչ խորհրդային, նաև արևմտյան դաշնակցային բանակներում եւ ընդհատակյա դիմադրական խմբերում պայքար են մղել ֆաշիզմի դեմ։ Այդ պայքարն ու ներդրումը բարձրագույն գնահատանքի է արժանացել մի շարք երկրներում։ Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 81-ամյակը դիմավորում ենք միջազգային բարդ պայմաններում, հավելել է Փաշինյանը։ Երկրի ղեկավարի խոսքով մենք պարտավոր ենք չմոռանալ այն աղետները, որ մարդկությանը բերել է ֆաշիզմը, եւ դատապարտել այդ երևույթն իր բոլոր դրսևորումներով։ Այսօր մենք գլուխ ենք խոնարհում բոլոր այն նահատակների առաջ, որոնք իրենց կյանքը տվեցին մարդկությանը ֆաշիզմից փրկելու համար։ Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում նաև ֆաշիզմի դեմ պայքար մղած բոլոր երկրներին եւ մարդկանց։ Վարչապետի խոսքով արդեն 2 տարի մեր սահմանամերձ բնակավայրերն ապրում են հրաձգությունից զերծ միջավայրում։ Սա կարևորագույն ձեռքբերում է, որ մեր երկրի անկախությունից ի վեր առաջին անգամ ունենք։ Այսօր մեր խնդիրն է պատշաճ խնամք տանել ձեռք բերված խաղաղության նկատմամբ, այն ամեն օր ավելի ամուր եւ ավելի հուսալի դարձնելու նպատակով։ Հաստատված խաղաղությունը պատմական հնարավորություն է մեր երկրի համար, այն հասցնելու նախկինում չտեսնված անվտանգության, բարեկեցության ու զարգացման աստիճանի։ Այսօր մենք վստահորեն քայլում ենք այդ ճանապարհով եւ զարգացած, ազատ, անվտանգ, բարեկեցիկ ժողովրդավարական Հայաստանի Հանրապետությունն է հարգանքի մեծագույն տուրքը մեր ժողովրդի բոլոր ժամանակների բոլոր նահատակների հիշատակին եւ այն ծառայությունը, որը մենք պետք է մատուցենք մեր քաղաքացիներին եւ սերունդներին։ Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը երկրի բարձրագույն ղեկավարության հետ այցելել է հաղթանակի զբոսայգի, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության եւ խաղաղության համար զոհվածների հիշատակին։ Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակեզ է տեղվել անհայտ զինվորի հուշակոթողի մոտ։ Նախագահը ծաղիկներ է դրել զոհվածների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։ Իր ուղերձում երկրի նախագահը նշել է մայիսի 9-ը մեր պատմության ու հավաքական հիշողության կարևորագույն օրերից է, միավորող հաղթանակի, հիշողության եւ խաղաղության գաղափարները։ Հայ ժողովուրդը պատվով է մասնակցել այդ պայքարին, տասնյակ հազարավոր հայեր կռվել են տարբեր ճակատներում, կրել ծանր կորուստներ, սակայն անսասան կամքով շարունակել պայքարը հանուն խաղաղ եւ անվտանգ աշխարհի։ Հայ զինվորների ու զորահրամանատարների սխրանքները կարևոր էջ են համաշխարհային հաղթանակի պատմության մեջ։ Մայիսի 9-ը նաև առիթ է վերաիմաստավորելու խաղաղության արժեքը, ընդգծել է նախագահը։ Այսօր եւս աշխարհը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առաջ եւ առավել քան երբևէ անհրաժեշտ է պահպանել ժողովուրդների միջև համերաշխությունը, փոխադարձ հարգանքն ու խաղաղ գոյակցության սկզբունքները։ Մեր պարտքն է արժևորել անցյալի դասերը եւ ամեն օր նպաստել խաղաղ, անվտանգ եւ արժանապատիվ ապագայի կերտմանը, խոնարհում եւ երախտագիտություն բոլոր վետերաններին ու պատերազմի զոհերի հիշատակին։ Թող խաղաղությունն ու բարօրությունը մշտապես ուղեկցեն մեր ժողովրդին եւ հայրենիքին։ Մայիսի 9-ի առիթով ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձում ասվում է. Այսօր աշխարհաքաղաքական բարդ ու անկայուն պայմաններում առավել քան երբևէ կարևոր է պահպանել խաղաղությունը, ամրապնդել պետականությունը եւ շարունակել կառուցել անվտանգ ժողովրդավարական եւ կայուն Հայաստան։ Չնայած Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն այլևս իրողություն է, բայց այն պահանջում է նաեւ խնամք ու ուշադրություն։ Հայաստանի Հանրապետությանը ցանկանում եմ խաղաղություն ու բարգավաճում, որպիսի հետայսու պատերազմների մասին խոսենք միայն անցյալի եւ պատմության համատեքստում։ Ուղերձը եզրափակել է ազգային ժողովի նախագահը։ Քրիստինե Թորոսյան, լուրեր։